ամեն ինչ լավ կլինի վստահորեն։ Հենց մարդու ամենամեծ փորձությունը կայանում է դրանում, որ մարդը ստեղծված է այնպեսին, որ իր աչքերը ինչ տեսնում են, իր համար էդ է դառնում ռեալը։ Մարդու Արես արևի արկայությունն էս ինչ մեծ բան է, չէ՞։ Ստվերները, ծառերի։ Ու այն որ մեկ մտածում եմ, այսքան պակաս արևի ուրա տանում էլի մարդուն։ Այն օրը մի հատ ռոլիկ էի նայում բանի մասին, այդ արևի բացակայության ու մարդու զգացողությունների մասին էլի, թե ինչ դժվար է մարդուն, երբ որ ինքը տևական ժամանակ արևի բացակայությամբ է լինում ու ապրում։ Ու անգամ մեծ խնդիրները, մեծ ստրեսները արևի արկայությամբ շատ ավելի մանր են թվում, քան երբ որ մարդը արևի բացակայությամբ ապրում, ամենաչնչին խնդիրները դառնում են մեծ։ Էդի ես ինքս ին վրա ազգում եմ ու ամեն օր դրա վրա աշխատում եմ։ Էդի նշանակում է ոնց որ դու անկախ քեզնից էներգիա ես դնում նրա վրա, որ անկախ քեզնից պարապում ես, մարզում ես քեզ այդ ուղղությամբ, որ արևի բացակայության դեպքում դու կարենաս քեզ լավ զգաս։ Որը որ կարելի ասել մի քիչ անհնարին թեմա է, որովհետև ինչքան դու աշխատում ես դրա ուղղությամբ, դու գիտես, որ դու քեզնից պետք է ջանք դնես, որ լավ զգաս։ Այն որ մարդը ուղղակի կարա լավ զգա, այդպես չի լինում, էլի, արևի բացակայության դեպքում։ Բայց արևի ներկայության դեպքում ես այն որ անկախ որևէ բանից, ես ինձ լավ եմ զգում։ Հիմա երբ որ ինքը մտնում է անպիտակ հելնում է, ես ինքս ին վրա զգում եմ այդ տատանում է էմոցիոնալ։ Թե ոնց է ինքը ին վրա ազդում, սենց ամեն դեպքում կյանքը սիրուն է, ամեն դեպքում բնությունը կատարյալ է, ուղղակի մյուս կողմից չես կարողանում բնության սամթը բռնես ու հետը կարողանաս այս մեր օրերին ապրես։ Որովհետև երբ որ ես հիշում եմ իմ մանկությունը, որ մարդիկ ուղղակի գարուն ամառ աշուն աշխատում էին կենդանիների հետ, բնության հետ, հողի հետ, ծառերի հետ, որ իրանք կարողանային այդ սեզոններին իրանք ավարը հավաքեին, որ կարողանային ձմեռն անցկացնեին, իսկ ձմեռը մտնում էին քուն մարդիկ։ Այդ իրանք հավաքած պաշարով ու ավարով կարողանում էին ապրեին, այդ ժամանակ մարդիկ հավաքում էին իրանք պաշարը ու սկսում էին ապրել մի սեզոն ու այդ սեզոնը անցկացնել։ Բայց հակառակ դեպքում հիմիկվա դրությամբ մարդը զգում է, որ ինքը ինչ անի պետքա, այսինքն մարդը ձմռանը նույն կերպով է վիզ դնում, նույն կերպով է աշխատում, նույն չափականակով է ինքը էներգիա վատնում, ծախսում, ինչ որ մնացած բոլոր սեզոններ։ Ու դու զգում ես, որ ձմռանը դու ես չէ բնության մարդ։ Ձմռանը դու ուզում ես քուն մտնես։ Ձմռանը դու ուզում ես ուղակի հանգիստ լրվսնես։ Չասեմ ոչ մի բան չանես, բայց գոնե հարաբերական առումով այնքան չանես, ինչքան մնացած ամիսներին, ոնց որ օրինակ գարնանն ես անում, գարնանը մեջդ էներգիան փթթում, սկսում բարձրանալ, սկսում ապրել, ոնց են ծառերը բանանում, բողբոջում, այտենց էլ մարդն է, բայց մարդուն չի տրվում էս հիմիկվա կյանքում այդ հնարավորությունը, որ ինքը կարողանա ձմռանը մի քիչ սենց իջնի ներքև, հանգստանա, նոր հետո հելնի հաջորդ գարնանը նորից սկսի ինչ-որ մի բան անելը։ Մարդուն չի տրվում այդ հնարավորությունը, ափսոս։ Մարդուց սպասվում է, որ մարդը նույն պրոդուկտիվությամբ ամեն սեզոնին գործի։ Նույն պրոդուկտիվությամբ ինքը լինի ոնց որ եղել է, օրինակ, չգիտեմ, ամռանը, էլի։ Ես օրինակ ին վրա ազգում եմ, որ դա այտենց չի։ Ես զգում եմ, որ ձմռանը ես պետք է վիզ դնեմ, որ կարենամ ամեն ինչս տեղը պահեմ։ Ես պետք է ձմռանը վիզ դնեմ, որ իմ էներգիան բարձր լինի, որ, չգիտեմ, իմ օգտակար գործողության գործակիցը բարձր լինի, որ իմ ստեղծելու հնարավորությունը բարձր լինի, աշխատողունակությունը բարձր լինի։ Ես պետք է դրանց վրա վիզ դնեմ ձմռանը ցելի, որ ես կարենամ դրա մեջ մնամ։ Ու ինձ թվում է, այտենց մարդ գոյություն չունի, որը որ այդ դժվարությունը չի զգում, էլի ձմռանը։ Ամեն դեպքում, այսօր չնախատեսված զրույցը ոնց որ գնաց հենց այդ կողմ ու ոնց որ, չգիտեմ, ամեն դեպքում ես համարում եմ, որ դժվար է, ձմռանը դժվար է ապրել։ Դժվար է ընդհանրապես ոչ միայն ապրել, այլ նաև նույն աշխատողունակությունն ունենալ, ինչը որ դուք ունենայիք մնացած սեզոններին։ Ու դա մարդկանց վստահ եմ, որ դժվարացնում է մարդկանց ապրելակերպը, դա վստահ եմ, որ դժվարացնում է մարդկանց կյանքը։ Կարճ ասած ամեն ինչ ինքը իր этаպներն ունի ու ամեն ինչ ինձ թվում է ինքը իր ընթացքը ունի այնքանով, որ մարդը պետք է բնության հետ ապրի, բնության հետ լինի։ Մարդը սկսում է պայքարել այն ժամանակ, երբ որ ինքը նկատում է, որ բնությանը հակառակ է գործում, բայց փաստորեն իրանից սպասում են, որ ինքը հակառակ գործի բնությանը։ Իրան ստիպում են, որ ինքը հակառակ գործի բնությանը։ Ես ժամանակին Օշո շատ էի կարդում։ Օշոն ինքը այտենց կարելի ասել գուրու է, հնդիկ։
որը որ տենց հոգևոր հեղափոխություն ա արել, կարելի ասել։ Ինքը շատ տենց մեծ կրիտիկ ա եղել ու շատ մեծ ազատության մոնատիկ ա եղել, էլի։ Ինքը գնացել ա դաժե Ամերիկա, այնտեղ փորձել ա մեծ ռիտրիտներ կազմակերպի ու այդ ռիտրիտների արդյունքում իրան այնտեղ բռնել են, բան, ինչ որ վերջը Օշոյի գրականության մեջ շատ հաճախ է հանդիպում, որ մարդը չպետք է դեմ գնա իր բնությանը, որ մարդը չպետք է ապրի այնպես, որ ինքը դեմ գնա իր մարմնին, դեմ գնա իր ցանկություններին, որովհետև այն ցանկությունները, որը որ մարմինն ունի, այսինքն եթե մարմինը քնած է, դու մարմնին զարթնացնում ես, ստիպողաբար ասում ես հելի նստի կոմպի դեմ։ Մարմինը հելնում նստում է կոմպի դեմ, բայց ինքը հələ արթուն չի, ինքը հələ չի ընկել այդ գծի վրա, որ կարողանա քեզ տա այն պրոդուկտիվությունը, ինչը որ դու սպասում ես, որ ինքը պետքա քեզ տար, էլի։ Դրա համար եմ ասում, որ դժվարացել է կյանքը այդ առումով, որ մեզ թվում է, հա, կոմֆորտ է, ամեն ինչ ընտիր բան եւ այլն, բայց մյուս կողմից էլ մեզնից այն ամեն ինչն է սպասվում, ինչը որ նորմալ է, էլի։ Բնության հետ ինքը չի խոսում, էլի, սենց կարելի ասել։ Բնության հետ ինքը չի խոսում ու բացի բնությունը մարդը սկսում ազգալ, որ իր մեջ բնական process-ներ տեղի չեն ունենում, որովհետև ինքը ինչ անում է, այդ ամեն ինչը ինքը բնական չի, ինքը տեխնիկայի հետ է, ինքը բնության հետ գործ չի անում։ Այն ժամանակ մարդիկ հելնում էին իրանց անասունները պետք է, չգիտեմ, կերակրեին առավոտը, անգամ ձմռանը շուտ պետք է հելնեին, հա, դա օքեյ, բայց իրանք բնական գործողություններ էին անում։ Իրանք գործ էին ունենում կենթանու հետ, խոտի հետ, չգիտեմ, ծառերի հետ, հողի հետ, ինչ որ մի բան մշակելու հետ, հա։ Իսկ հիմա դու օբշի տարի պետք է կոնկրետ քեզի ստիպես, որ դու հելնես, ինչ որ, չգիտեմ, կլավիատուր ասես, տնկտնկացնես, մեկ էլ մկնիկ չխկսնես, էլի, որը որ իր մեջ ոչ մի բնական բան չի պարունակում, ոչ մի։ Ու մարդը գժվում ասում է, ես այս անբնականության մեջ ինչքան կարող ապրեմ։ Նամանավանդ այն մարդիկ, որոնք որ կյանքի մյուս կերպն են ապրել, տեսել։ Նամանավանդ այն մարդիկ, որոնք որ իրանց, այսինքն ես խոսում եմ հենց երևի իմ սերնդակիցների մասին, որոնք որ համ ապրել են այդ հողային կյանքը, որտեղ որ իրանք փոքր ժամանակ հելել են դուրսը լիքը խաղալու, որոնց որ ժամանակ, որոնց մանկության ժամանակ տեխնիկան եկած չի եղել, կերած չի եղել, ամեն ինչ իրականության զոնայի մեջ ա եղել, էլի։ Ու երբ որ այդ նույն սերունդը գալիս է արդեն պետքա ինքը առերեսվի հիմիկվա վիճակի հետ, ինքը զգում է, որ այդտեղ ինքը զբոյեր է տալիս, ինքը զգում է, որ ինքը չի համակերպվում այն ապրելակերպի հետ, ինչ ապրելակերպ հիմա տրվում է այդ մարդուն։ Մեր սերնդակիցները ի նկատի ունեմ այդ 80-ականների, մեկ էլ 80-ականների, մեկ էլ 90-ականների մինչև 90 ես կարծում եմ 5-6 թվերը էլի տենց իրանք այդ բախումը շատ սաստիկ կերպով ունեն հիմիկվա տեխնոլոգիական աշխարհի հետ, որովհետև ես ունեմ նաև շատ մտերիմներ, որոնք որ ավելի փոքր են տարիքով հիմիկվա դրությամբ մի 26, 27, 25 բան, ու երբ որ ես իրանց տեսնում եմ, որ այդ մարդիկ բացարձակապես չեն նեղվում իրանց ապրելակերպից, ու բացարձակապես իրանք բան չունեն, բախում չունեն հիմիկվա տեխնոլոգիական աշխարհի հետ, որովհետև իրանք մանկուց եւ այդ դրա մեջ են եղել, իրանք մանկուց եւ այդ ունեցել են այդ խաղային, կոմպյուտերային ինչ որ հակումները, փորձառությունները, որոնք էլ որ իրանց թույլ են տվել, որ իրանք այսօր դրա մեջ հարմար իրանց զգան։ Հիմիկվա սերունդները իրանք հարմար են դրա մեջ։ Իրանց համար երևի բնականը դա է, ոչ թե երևի, այլ բնականը դա է։ Երբ որ ես խոսում եմ բնականությունից ու խոսում եմ բնության հետ ապրելուց, ես խոսում եմ բնության հետ համահունչ լինելուց, այդ մարդկանց համար շատ ժամանակ ես որ երկնքից ինչ որ բաներ եմ ասում։ Իրանք չեն հասկանում ես ինչի հետ եմ։ Որովհետև իրանք չեն ապրել են կյանքը, որը որ մենք ենք մեր ժամանակ ապրել գյուղերում, երբ որ մենք, չգիտեմ, թե հողի հետ էլ, թե կենդանիների հետ էլ, թե դրսերում ուղակի, չգիտեմ, դասերը շուտ անում էիր պրծներ, որ պուկ-պոկվեիր դուրս ֆուտբոլ խաղայր, թայր քարանձավներ պտտվեիր, ձորը իշներ, լողայր, էս աներ, այն աներ, հա։ Դու կյանքը ապրում էիր լիովին ինչքանով որ ինքը կար։ Դու կյանքը հստակ ապրում էիր ինչքան որ ինքը իր մեջ բուրընություն ուներ։ Ու երբ որ ես համեմատում եմ հիմիկվա հետ, հիմիկվա, այսինքն այն նույն մարդը, ով որ այն ժամանակը տենց ապրել էր, բերե գցել են հիմիկվա այս կարոպկի մեջ 8 ժամանոց։ Ու ասում են ախպեր, էսի քո յաշիկն է կոմպյուտեր,
Էսի դու ես, ու այդ 8 ժամի ящիկի մեջ պետք է դու անցկացնես, այդ քառակուսու մեջ։ Ու ինչ որ բաներ պետք է կլիկ անես։ Արա ասում ես, ընկեր, ես ինչ գործ ունեմ вообще դրա հետ։ Այն ժամանակ հենց այդ է, էլի, որ ես հիշում եմ, մենք սերիալներ էինք, չէ՞, ժամանակ նայում, բան, ու այդ սերիալներում ստենում էր երկնակերերը, բան, ինչ որ մեծ բարձր շինություններ, օֆիսային կյանք, բան, ու դա ինձ ահավոր ձգտեցնում էր, որ ես գնամ այդ կյանքի մեջ, իսկ թվում էր, որ այդտեղ է երջանկությունը թաղված։ Այդտեղ է երջանկության պահոցը, որ գնամ այդ կյանքում, ես տեսնեմ հենց այդ կյանքում գտնում եմ իմ երջանկությունը։ Ու հետո քո կյանքի ընթացքը բերում գցում է հենց այդ վիճակի մեջ, հենց այդ միջավայրներում, դու գնում ես աշխարհ, պատտվում ես, սովորում ես, հետո գալիս ես ընկնում ես մի հատ տենց օֆիսային կյանքի մեջ 8 ժամանոց բան, դու հասկանում ես, որ չէ, ընդհակառակը, դու լրիվ ես դատարկվում սրա մեջ։ Քեզ թվում էր այն ժամանակ, որ դրա մեջ է երջանկությունը։ Դե միշտ տենց է, չէ՞, մարդու աշկը շատ է շոյում, ինչը որ ճոխ է, ինչը որ տես, չգիտեմ, էլի, որ հա, ինչը որ կոկիկ է, վայ, մարդիկ կոստյումներով, սարոշկաներով նստում են ինչ որ կարոպկեքի դեմ, սկսում են մկնիկ ճտսնել։ Երևի այդ է ամենամեծ երջանկությունը, բայց փաստացիորեն չէ։ Այդ երջանկություն չի բերում նամանավանդ մեր սերնդին, ովքեր որ գիտեն ազատության գինը, ովքեր որ գիտեն, թե ինչ բան է լինել ճախրող մարդ, ովքեր որ գիտեն, թե ոնց է լինում մարդը, երբ որ ինքը բնության հետ է լինում, երբ որ իրանց ականջը շոյում է բնության ձայները, արվի ձայնը, գետի ձայնը, երբ որ այդ բնության կարիքը ահռելի շատ ավելի մեծ է, քան ինչ որ կոմպյուտերի կամ տեխնիկայի հետ գործ ունենալը։ Ես խի եմ գալիս նստում ստեղ խոսալու, որովհետև ես զգում եմ, որ ես համահունչ եմ դառնում բնությանը։ Ես զգում եմ, որ ես այս ձայների մեջ շատ ավելի շատ եմ զգում, ինչ խոսեմ, որտեղից խոսեմ, ինչից սկսեմ, քան երբ որ ես ուղղակի տանն եմ լինում։ Եթե ես տանն եմ լինում, ես խի կամերային չեմ նայում, որովհետև ես նայում եմ լուսամուտից դեպի դուրս, որ կարողանամ այնտեղ ծառ տեսնեմ, որովհետև երբ որ ես ծառ եմ տեսնում, այդ ժամանակ եմ սկսում կարենալ խոսալ։ Երբ որ ես բնություն եմ տեսնում, այդ ժամանակ է գալիս ներսս, որ շարժվի, որ մի բան էփվի, մի բան տեղի ունենա։ Ես եթե նստեմ պատին տեսնեմ, ես չեմ կարող խոսեմ։ Ես եթե նստեմ կամերային տեսնեմ, ինձ թվում է ես չկարենամ, հələ ես այդ փորձը չունեմ։ Հիմա հələ որ sense նայում եմ մեկ կամերային, մեկ այն կողմել։ Ես ինչ որ կերպ պետք է բնությունը տեսնեմ, որ կարողանամ խոսամ, արտահայտվեմ, որովհետև բնությունը ստեղծում է այնց վիճակ, ոնց որ դու նստած լինես մի հատ մարդու հետ, ով որ քեզ ահավոր լավ է հասկանում։ Բնությունը քեզ քո համար ստեղծում է այդ միջավայրը, որովհետև ինքը քեզ ամենաշատ լսողն է, որովհետև ինքը քեզ ամենաշատ հասկացողն է։ Ու դու կարաս ուղակի նստես իր ներսում ու սենց ուղակի խոսես, ուղակի դու լինես։ Այսօր քամի շատ մեղմ է, ու այնքան հաճելի է այդ, որ ինչ չի խանգարում խոսել։ Արևն էլ հələ որ չի ուզում մտնի ամպերի տակ, էդ էլ է եկամեծ բան, որ թույլ է տալիս խոսենք։ Ամեն դեպքում, ամեն ինչ շատ լավ է, շատ սիրուն է, շատ ընտիր է։ Ուղղակի մեզ պետք է մեր կարիքները զգանք, թե այդ մեր կարիքները մեզ ուր են տանում ու չստիպենք, որ մենք դեմ գնանք այդ կարիքներին։ Ես ինչից սկսեցի խոսել Օշոյից ու տենց էլ կիսատ թողեցի, որ ինքն էր իր գրականության մեջ, իր ինտերվյուներում խոսում, ասում ախպեր, դեմ մի գնացեք ձեզ։ Եթե դժվար եք արթնանում, մի ստիպեք ձեզ արթնանալ, բայց դու չես կարող քեզ չստիպես։ Ես հիշում եմ Գերմանիայում կարելի ասել նոր էի, հələ երկրորդ տարիս էր երևի Գերմանիայում, մի հատ տհաճ գործ էի անում։ Ու ինչ որ տհաճ միջավայր էր շատ էլի, ու ես հիշում եմ, որ ես դժվար էի քնում ու դժվար էի արթնանում առավոտ։ Ու այդ ժամանակ ես Օշո էի կարդում, ով որ ասում էր ախպեր, եթե քեզ լավ չես զգում, մի արա։ Ու ես հիշում եմ, թե ես իմ մեջ ինչ բան էր, իմ մեջ ինչ երկ կողմանի մեծ կռիվ էր, որ համ լավ չես զգում, համ Օշոյի գրականություն ես կարդում, ով որ ասում ախպեր, եթե լավ չես զգում, մի արա, ու կողքից էլ դու գիտես, որ դու պետք է անես, որ մնաս այս երկրում, որ գնաս նպատակներիդ, երազանքներիդ հետևից, անելով ինչ-ինչ պունկտեր, որ անցնես դրանք։ Ու ես հասկացել եմ դրանից հետո, որ հա, մարդ չպետք է ինքը իրան շեշտակի ձևով դեմ գնա, մարդը չպետք է իրան ստիպի անի զզվելի բան, բայց մարդը իրան շատ ժամանակ պետք է ստիպի
անի այն ամեն ինչը, ինչ ինքը սիրում է։ Ես այդտեղ ուզեցի գամ հենց այդ պունկտին հանգեմ, որովհետև շատ ժամանակ մենք սիրում ենք բաներով զբաղվել, բայց այդ բանով զբաղվում ենք 2, 3, 4 անգամ, ասում ենք դե էդ էր, իմ սերը առ դա այդքանն էր, վсё։ Չէ, եղբայր, եթե սիրում ես, 5-րդ օրը որ հելար, դու սիրում ես դա, բայց այդ օրը հավես չունես դրա հետ։ Պետքա ստիպես քեզ, որ ընկնես նորից այդ նույն գծի վրա, որ սկսես անել։ Որովհետև ամեն ինչ, ինչը մարդ անում է, ինքը պարբերականություն է սիրում։ Մարդը եթե միտեղ թողեց, վсё, այդ էջը փակվում է։ Ինքը նորից պետք է մի քանի ժամանակ հետո ուժ գտնի, որ կարողանա նստի էլի նույն բանը սկսի նույն պարբերականությամբ անելը։ Դրա համար եթե ինչ-որ բաներ սիրում ենք, պետքա դրա մեջ պարբերականությունը գտնենք։ Էդի վերաբերվում է սպորտին, էդի վերաբերվում է ինչ-որ բաներ սովորելուն, էդի վերաբերվում է այն ամեն ինչին, ինչով մարդը զբաղվում է, բայց շուտ հետաքրքրությունը կորցնում է։ Մարդու հետաքրքրությունը այդտենց բան է, ինքը կարա մի օրս այստեղ լինի, մի օր այնտեղ լինի ու շատ արագորեն ինքը ծրվի գնա, բայց հենց մարդու ինձ թվում է բաներից մեկն է, կարողություններից մեկը այն է, որ ինքը պետք է իրան սովորացնի, որ ինքը մնա ինչ-ինչ բաների մեջ, ինչը որ ինքը սիրում է, ինչերը որ իրան լավ լիցքեր են լցնում։ Դա մանավանդ հիմիկվա աշխարհում, որտեղ որ շատ հեշտությամբ է, չէ՞, հեշտությամբ է տրվում մարդուն լիքը բաներով զբաղվել։ Մարդուն շատ հեշտությամբ է տրվում ընդհանուր մարդկանց դեմ հանդես գալ։ Մարդուն շատ հեշտությամբ է տրվում ինչ-ինչ պրոդուկտներ իրագործել, չարտադրել, չեմ սիրում արտադրել բառը։ Հա, մարդուն շատ հեշտությամբ կարող ամեն ինչ տրվի։ Դրա համար մարդու ֆոկուսը շատ ժամանակ ինքը ասես թուլորեն փոփոխվում է։ Ինքը շատ ժամանակ մարդուն չի հարցնում, այսօր լավ էր, վաղը վատ աղբերի անտուր, հավես չկա ուղակի էլի, զահլես գնացել է, սենց ասել։ Հա, մարդը պետքա կարողանա իր ֆոկուսը պահի, ու այդ ֆոկուս պահելը ամենազոր բանն է, ամենից ամենազոր բանն է, որը որ մեծ կամք է պահանջում։ Այն էլ հիմիկվա, սկսենք նորից գանք սկզբից այս տեխնոլոգիական թեմաներից, որ հիմիկվա տեխնոլոգիաները մարդուն այնքան են տալիս, որ մարդը իր ֆոկուսը կորցնում է։ Որոշ ժամանակներ կա, ես զգում եմ, որ իմ քնի վրա ազդում է ամեն ինչ։ Նամանավանդ սոցիալ մեդիաները, որ վերջերս փորձում եմ ինչ-ինչ ինտենսիվությամբ զբաղվեմ դրանով։ Ու ես զգում եմ, որ գործ եմ անում, գործից հետո օրինակ երեկոյան նստում եմ ինչ-որ ռիլս արգելու, նկար սարքելու կամ ինչ-որ մի բան էդիթելու բան։ Ես զգում եմ, որ դա հստակորեն ազդում է իմ գիշերվա քնի վրա։ Ես զգում եմ, որ գիշերը կարող է լավ չքնեմ, եթե ես օրինակ մինչև ժամը 10-11 զբաղվեցի դրանով։ Հետևաբար ես հասկացել եմ, որ այսինքն երբ որ դու զգում ես, որ դա ազդում է, դու փորձում ես ինչ-ինչ ելքեր փնտրես, հասկանաս, թե ոնց անես, որ լավ քնես գիշերը։ Ու այդ դրա միակ բանը, լուծումը գիշերը կարդալն է։ Գիշերը կարդալն է հոգևոր թեմաներ։ Շատ կարևոր է։ Օրինակ դա ինձ լցնում է։ Երբ որ ես օրինակ գիշերը ժամը 9-ին սկսում եմ գիրք վերցնել, որը որ հոգևոր կերպով ինձ լցնում է։ Պետք է կլինի Նարեկացի, պետք է կլինի Ավետարան, պետք է կլինի, չգիտեմ, այն գուրուները, որոնք որ ես նշեցի, հենց մեկը Օշոն, Յոգանանդան, բայց գրքի կերպով։ Երբ որ վիդեո եմ նայում, երբ որ ոդքասթ եմ նայում, դա մեկը ինձ չի լցնում։ Ես պետք է գիրք կարդամ։ Ես պետք է շոշափեմ դա։ Այսօրվա զրույցը սենց ինչ որ ծրված ստացվեց, բայց հուսամ որոշ չափով ինչ որ մի բան ստացվեց։ Ամեն դեպքում շնորհակալ եմ զրույցի համար ու հուսամ մեր մեջ էլ, այսինքն հուսամ այն մարդիկ, ովքեր որ տեսնում են այս ոդքասթը, իրանց մեջ էլ կան մարդիկ, որոնք որ այդ նույն զգացողություններն ունեն, հենց մեր եւ հիմիկվա կյանքի վերաբերյալ, որ դժվար է հիմա ապրելը, որ շատ դժվարությամբ ես զգում, որ դու մնում ես այդ ռուտինի մեջ, այդ աշխատանքային, այդ կառոպկի հետ, այդ կոմպյուտեր կոչվածի հետ, որ շատ դժվարությամբ ես դու ամեն օր վեր կենում ու այդ յաշիկի հետ 8 ժամ կենակցում, շատ կներեք, բայց դա տենց է։ Ու էլ չհաշվեմ սրա մասին, էլ չհաշվեմ սա, որ թե ինչքան է ինքը մեզնից խլում ու տանում, էլ չխոսեմ դրա մասին, որովհետև մեզնից ուղղակի ինքը գողանում է ամեն ինչ։ Մեր հիմիկվա ապրելակերպը, ներկայիս պահը, մեր զգացումները, մեր էմոցիաները գողանում է ու մեզ տալիս է հենց այն, ինչը որ մեզ այդ օրը պետք չի, եթե անկեղծ լինեմ։ Այն օրը մի հատ լավ
գուրուի էի լսում, ինքն էլ ասենց ինքնազրույցներ անում, ինքն էր պատմում, որ յուրաքանչյուր մարդու վրա տարեկան մեծ մարքեթինգային կամպանիաները մեծ աշխատում են տարեկան յուրաքանչյուր մարդու վրա $500 փող։ Ու դա տեղի անում զուտ, որ իրանք հասնում են նրան, որ այդ մարդը սկրոլ անի։ Զուտ սկրոլ անի ինքը։ Ու այդ զուտ սկրոլ անելը հասցնում է մարդուն, այսինքն հասցնում է նրան, որ այդ մեծ կամպանիաները հարստանան չերեզեք, ու մարդուն տան ինչից հասնի բաղկացած զիբիլ։ Ինչից հասնի։ Մարդուն ունես տրիգերներ տան, որ մարդը իր խաղաղությունը կորցնի, մարդուն ունես տրիգերներ տան, որ մարդը անընդհատ համեմատության մեջ լինի, մարդուն ունես տրիգերներ տան, որ ինքը հոգեկան կերպով կայուն չլինի։ Ու հələ դնենք այդ կամպանիաներին մի կողմ, ջանդամ չեն բանանում, աշխատում ամեն մարդու վրա $500։ Զուտ էդի մեր առողջությունն է, զուտ էդի մեր կյանքն է, որ մենք ուղղակի մսխում ենք դրա մեջ։ Զուտ էդա, որ մենք հենց էդա եկել ենք սենց միջինացված մարդիկ ենք, որոնք որ համ ապրել են մի հատ լրիվ ուրիշ կյանք, համ էլ հիմա ապրում են տեխնոլոգիական աշխարհում, սենց անհագ ծարավով սենց խժռում ենք այդ տված ինֆորմացիան, անկախ այն հանգամանքից ոչ հաշվի ենք առնում, թե ինչ են տալիս, ոչ փորձում ենք ֆիլտրենք, այնքանա որ խժռում ենք մենք դա։ Ու հետո մենք զգում ենք, թե դա ոնց է մեր կյանքը, մեր զգացողությունները, մեր էմոցիաները, մեր հետ հարաբերվող մարդկանց հետ մեր հարաբերությունները ոնց է փոխում, ոնց է մեր վրա ազդում դա։ Մենք այդ ամեն ինչը դնում ենք մի կողմ, դաժե մենք չենք էլ անդրադառնում այդ ամեն ինչին։ Այնքանա որ մենք թողում ենք, որ այդ ամեն ինչը մեր վրա ազդի, ու երեկոյան այդ կեղտոտ պաշարով այդ մենք քնելու։ Այդ դրանից հետո ոնց մարդը նորմալ քնի, ոնց կարա մարդը նորմալ քնի։ Այդ էժանագին դոպամինները ստանալով փուչ, որ վերջում դու լիովին դատարկ էթում ես քնում ես, քնելու ու դու ջոգում ես, որ միտքդ ինչ որ մի բան է մարսում։ Բայց դու չես ջոգում ինչ, որովհետև դու չես ջոգում ինչ ես տվել։ 5 վայրկյանանոց միլիոնավոր ռիլեր ես դու իրան տվել, որից ինքը չի ջոգում արդեն, որը մարսի, որը թողի, ինչ անի, ինչի հետ ոնց վարվի։ Ու հետո սենց ընկնում է մի հատ սենց կոլապսային վիճակում ու չի թողում, որ դու քնես։ Ես օրինակ զգում եմ, որ այդ տարբերությունը ինձ մի քիչ անհանգստացնում է, եթե անկեղծ լինեմ։ Այդ մեր սերնդի, այս հիմիկվա աշխարհում պրոյեկտելով, ես զգում եմ, թե ոնց եմ ես այդ ամեն ինչի մեջ լիշնի։ Ես ինձ օտար եմ զգում, ախպեր։ Ես ինձ լիովին օտար եմ զգում այդ ամեն ինչի մեջ։ Ես դրա մեջ չեմ։ Ես չեմ կարող ընդունել, որ ես դրա մեջ եմ, ես որ պատկանում եմ դրան։ Ես գործել ունեմ, ես սովորել եմ, ես 3 կրթություն ունեմ, բարձրագույն, բայց ես չեմ կարող մտնել այդ աշխարհ։ Դա ինձ չի կարող վերցնի։ Իմ հոգին չի տրվում այդ աշխարհին։ Չի լինում, չի ստացվում։ Ու ինձ թվում է հենց մեր սերնդակիցների մեծագույն խնդրեմը հիմիկվա է դա, որ մենք այտենց էլ չենք կարող։ Մենք այտենց էլ չենք կարող մերվենք հիմիկվա աշխարհի հետ, որ մեր մեջ ուրիշ process-ներ են կատարվում։ Իսկ մեզ բերել դեմ են տվել նմանատիպ կյանք ու ասում են այդ կյանքի մեջ եղի երջանիկ, կամ այդ կյանքի մեջ ուղղակի մերվի։ Ախպեր չեմ կարող մերվեմ, ես էդի չեմ ապրել, իմ մեջ էդի չի լցվել։ Սկզբից եւ այդ իմ մեջ ուրիշ բաներ են դրել։ Սկզբից եւ այդ ես ուրիշ սննդով եմ սնվել։ Հիմա որ բերում եք այդ չոր մատերիալը ինձի դեմ եք տալի, այդ կարոտկեքը դեմ եք տալի, ինձ ասում եք ախպեր, այդ պլաստմասե կարոտկեքը, ասում եք դրանից ինչ որ հաճույք ստացի, ես չեմ կարա։ Որը որ ինտերվյուներում է, չէ, տեղի ունենում, որ այդում ես ինտերվյուների, դու պետք է ասես, գիտեք ինչ մեծ բերկրանք եմ ես զգում, ստեղ եմ աշխատել, գիտեք ինչ լիակատար ա եղել, երջանիկ մեռել եմ։ Ոնց է հասետի ասես, չի լում ասել էդի։ Ներսից չի գալի։ Հա մարդիկ կան, որոնք որ իրանք անդեմ են, անեություն։ Իրանք կարան ամենտեղ լեթան ուղակի ասեն, ախպեր, ես գիտես ինչ, երջանիկ էի, գիտես ոնց եմ տիրապետում այդ գործի, հա, կարաս տիրապետես, բայց աղբորպես մի խափեք։ Համ ինտերվյուի մասնակիցն է խափում, համ էլ այդ ինտերվյու լսողներն են նմանատիպ զրույց 1000 անգամ ունեցել ու իրանք գիտեն, որ իրանք խափում են։ Հա, այդ աշխատանքային աշխարհը, չգիտեմ այդ ինչ։ Վերջը, շնորհակալ, ապրեք, շատ շնորհակալ եմ ու հետևեք, էլի, հետևեք, դա ինձի գոտ է պնդում է։ Անկեղծ եմ ասում, եթե մինչև ես լսեցիք զրույցը, այդ քլիքը արեք,
հետևեք, որ ինչ որ կերպ էս ամեն ինչը տեղ հասնի, որովհետև ես վստահ եմ, որ լիքը մարդիկ էս նույն զգացողություններն են ունենում ու ապրում։ Ու այս զրույցները ինչ որ միտեղ մարդուն թույլ է տալիս, որ ինքը իրան հասկացված զգա։ Ես նմանատիպ զրույցներ եթե պատահում ա որ լսում եմ, երկնքով մեկ եմ ելնում, որովհետև ասում եմ, տես գոյություն ունի այս աշխարհում մարդ, ով գոնե տեսնում այդ նույն հայացքով ոնց որ ես։ Շնորհակալ։